Արդեն մոտ 6 ամիս Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է Լուվրից բերված արևելաքրիստոնեական արվեստի 16 գլուխգործոց համադրված թանգարանի 20-ից ավելի ցուցանմուշի հետ։ Դրանք եւ նմանություններ ունեն, եւ տարբերություններ ունեն, եւ ամենակարևորը մեծ բոլորիս ուղղորդում են համընդհանուր կրոնական գաղափարների ներքով նաեւ բացահայտելու շատ հետաքրքիր գեղարվեստական, արվեստային ստեղծագործական մոտեցումներ, կապեր, եւ առանձնահատկություններ։ Հայաստան-Ֆրանսիա մշակութային գործակցության եւ Սրբազան երկխոսություն խորագրով ցուցահանդեսի շրջանակում պատմության թանգարանը պարբերաբար հյուրընկալում է ֆրանսիացի գործընկերներին, որոնք բանախոսության ձևաչափով ներկայացնում են Լուվրի ցուցանմուշները։ Այսօրվա բանախոսության ընթացքում խոսելու եմ վաղ իսլամական նվաճումներից առաջ ստեղծված սիրիական եկեղեցական գանձերի եւ պատմության թանգարանում ցուցադրվող սկիհի կապի մասին։ Գրավոր աղբյուրները երկուսն են՝ պոնտիֆիկների գիրքը Հռոմում Կոստանդին Մեծի ժամանակաշրջանից մինչև 7-րդ դարը եւ Սիրիայի եկեղեցական մեծածավալ գանձերի հնագիտական հայտնագործությունները, որոնք թվագրվում են 6-ից 7-րդ դարերով։ Ֆրանսիացի մասնագետների գլխավոր նպատակը Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների վերապատրաստումն է, որպեսզի այցելուները ցուցանմուշների վերաբերյալ բազմաբովանդակ տեղեկություններ ստանան։ Այդ ցուցանմուշները Լուվրում չեն ցուցադրվում, այսինքն առաջին անգամ հայ այցելուները եւ հյուրերը հնարավորություն ունեն հենց Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը տեսնելու այդ իսկապես բացառիկ նշանակություն ունեցող իրերը եւ մեր հայաստանյան մասնագետները եւ արդեն Լուվրից հրավիրված հատուկ բանախոսների միջոցով տարբեր հետաքրքիր դասախոսություններ են իրականացվում, որպեսզի ավելի բազմակողմանի ներկայացվի հենց արևելաքրիստոնեական աշխարհը, որովհետև մենք հայերս եւս այդ աշխարհի մի մասն ենք, ու ավելի լավ բազմակողմանի ներկայացնելը չափազանց կարեւոր է, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ինչ մշակույթի կրող ենք։ Պատմության թանգարանում վստահ են բանախոսություններն օգնում են գնահատելու թանգարանային ֆոնդերում պահվող ցուցանմուշների իրական արժեքը, նաև ամրապնդում են Ֆրանսիայի հետ գործընկերությունը, մեր հարուստ ժառանգությունն ապագայում Լուվրի թանգարանում ներկայացնելու ակնկալիքով։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։